Նորից դարձել են 3, տարել են, խաղացել են ու բերել են, լավա գոնը բերել են, արի, առանց խաչալու, Սիրուն ջան, ենքան մարդամոտ ես, ես տանում են, պտտացնում բերում են, հա, ես միած կստուգեմ ամեն ինչ նորմալ, արի, վախկոտ, ջուրի կլծրեցի, ոնց է սիրունս, քեզ տարել էին, հետո էլի բերեցին, լավ ես, կարևորը լավ ես, լունդիկ, որդուքին այդպես ուշադիր նայում ես, հա դուք էլ եք նայում, մի հատ իրավիճակը, մեծերի պես նստում է, նրանք էլ են ակտիվացի ամեն մեկը, նայեք, Ավրորան, մյուսը, և պստոն, հա դուք էլ օգտվեք ուզում եք, դու ծովաս չես, ճաշիկ եմ բերել, են վախկոտն ուրա չի գալիս, ինքը լրիվ հետախույզ վիճակների մեջ է, երորդը, նայեք, գնա կիր դմբու, Երջապես մի լավ տեր գտնվի քո համար սիրունս, թե չէ տանում են, բերում են, չգիտես ինչ են անում, մարդամոտս, նրանք մարդամոտ չեն այդքան մանավանդ Սևուկը, իսկ ինքը շատ մարդամոտ է, ես դու ինչն ես այդ կարգի հսկում, որ մի հատ մոտ էլ չես գալի, հա, Էլ է տախվեր փորձուկ, մի հատ փիսիկների մոտ կամ, երկուսով ենտեղ, իսկ երորդը միշտ ակտիվ է, գնացեք պիսուններ, գնացեք գերեք, Որցուկ հետևիցս մի արի, տես Ավրորան հեն կողմն է պաշտպանում, դու էլ ես կողմ եղի ձագերի հետ, սիրունս, անուղելի ես Որցուկ, այդպես գնում ես գուցե մյուս որդն է հետևիցդ ընկել գնացել էր ինչ-որ միտեղ լավը վերադարձել է, գուցե ոչ ոք էլ չէր տարել, քանի որ ձագերը կարող են դուրս գալ ու այդպես ուղիղ ճանապարհով գնալ։ Ջուրը լցրեցի Սևուկը շտապես ջուր խմելու։ Կեր Սևով, մյուսներին էլ եմ թողել, հենա կամանց գալիս են կգան կուտը։ Մյուսներին է ձայն տվեք գնացեք գերերնի ջուրը լցրել եմ։ Հենա աշկիտակ ինչ ա եղել սպիտակը ինձ նայ։ Հա լավ հենա ձեր ընկերը արջուկը եկավ ու վազեց դուք է գնացեք։ Դու էլ գնաց իրենս գնաք իր։ Ուզգույշ եղեք անփորձան։ Հաջորդ հաջողություն։ Վերջացրու։ Հանգիստ նստած էր, ինչ մի հոր հաչում ես։ Հնացներ ես։ Առանց ձայների։ Հանգիստ։ Ձայն չեմ լսում, առանց հաչալու։ Հանգիստ գերեք, եկեք ես կողմի վրա։ Հա սիրումս։ Կաղացող մաման, ձագերը ուզեցին գալ, ես սրանք լարեցին ու այսպիսի պատմություն։ Այս երկուսն է հիմնականում սարքում։ Մամաշը կաղացող ձագերից ուզեց մոտենա բնականաբար չթողեցին։ Սուս մնկու։
տարածքի կռիվ է։ Եթե բոլորը մի տեղում լինեին, ասենք, չգիտեմ, գոնե 20 շուն ինչ-որ X տեղում լինեին, տարածքը պատկաներ բոլորին, գուցե այդպիսի խնդիր չառաջանար, բայց քանի որ շները տարբեր շենքերից են եւ ուտելու համար նրանք այդ պահին գալիս են այս հատված, որ ուտեն, բնականաբար կռիվ է սկսվում, որովհետեւ այդ հատվածում կան կոնկրետ կենդանիներ եւ մյուս շենքերից եկողներին չեն ընդունում։ Այսինքն խնդիրը միայն կերակրերը չի, այստեղ ավելի տարածքային առանձնահատկություններ կան։ Բոլոր շները չի, որ հանդուրժում են, տարածքը կիսում են մյուսների հետ, ինչի պատճառով էլ առաջանում են հաչոցներ։ Ես դեմ չեմ կերակրելու կաղացող մամային իր ձագերի հետ, բայց նրանք երբ որ գալիս են ու այնտեղ կռիվ է սկսվում։ Ամեն մեկդ գնացեք ձեր տարածքնապ, ինձ ճանապարհ գնելու կարիք չկա, դու էլ գնա քո։ Եղավ։ Հաչոցները շարունակվում են, որովհետև սովածները գալիս են, որ ուտեն, մյուսներն ասում են, սա մեր տարածքն է։ Նապոն գիտի որտեղ եմ գալիս, այն հենգյակի մոտ միշտ հետո գալիս է ստուգում է իրանց մոտ ջուր կա, խմում է։ Արջն ու Սամը հանգիստ թողեք կատվին։ Արջն ու Սամը։ Լավ ես Սամ։ Արջու ջան, լավ ես։ Լավ մնացեք, չգիտեմ ոնց հաջողացնեմ եմ Փիսիկին կերտեմ։ Փիսու ջան, լցրել եմ մեքենայի տակ, գնա կեր։ Արջը այսօր շատ սոված էր, 2 աման կերավ, Փիսիկինը կերակրեցի, իրենց էլ։